Բարև ձեզ, եթերում պրեսկենտրոն հարցազրույց հաղորդաշարն է և այս հաղորդաշարի շրջանակներում շարունակում ենք կամուրջ քաղաքացիական նախաձեռնության քննարկումները, որոնք պետք է մեզ բոլորիս ավելի լայն և ավելի համապարփակ ցույց տան և ինչու ոչ բացատրեն այն բոլոր գործընթացների էությունը, որը տեղի է ունենում թե Հայաստանում, թե Հայաստանի շուրջ։ Եվ այսօր մեր հյուրն է քաղաքագետ Արա Պողոսյանը։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան։ Բարև ձեզ։ Պարոն Պողոսյան, չեմ թաքցնի, որ ամենակարևորագույն խնդիրներից մեկը ըստ իս եւ համաձայն, բոլոր վերլուծական, բոլոր ես ընդգծում եմ, կենտրոնների զեկույցների դա մեր անմիջապես հարևանի շուրջ ծավալվող գործընթացներն են, խոսքը գնում է Իրանի մասին։ Գիտենք, որ Իսրայելը հարվածեց Իրանին, գիտենք, որ Իրանը ուշք ու հարվածներ է տալիս հակառակորդին, այսպես ասեմ Իսրայելին, դրա հետ մեկտեղ աստիճանը հակամարտության ամեն ժամ, ամեն օր չէ, ամեն ժամ աճում է եւ այդ ամենը կատարվում է Հայաստանի Հանրապետության սահմանների մոտ։ Եվ հղում տալով օրինակ նույն Ստրատֆորի, կարճ զեկույցներին, որոնք ասում են, որ այո, Իրանում տեղի ունեցողը ուղիղ սպառնալիք է Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի, ինչպես զարմանալի չէ, եւ առհասարակ տարածաշրջանի ոչ միայն կայունությանը, այլ նաեւ գեներացնում է միջուկային առճակատման բավականին մեծ վտանգ։ Համաձայն եք այդ պնդման հետ։ Տեսեք, եթե կարճ չպատասխանենք, մի քիչ փորձենք բացել միտքը, ապա իրականության մեջ այն ինչ կատարվում է Իրանի շուրջ փոխկապակցված է ամբողջ տարածաշրջանի հետ, եւ սա կարծեք թե տարիներ առաջ, երբ թեզ հայտնի դարձավ նոր մեծ մերձավոր արևելքի մասին, սա կարծես թե դրան տանող ճանապարհ է։ Եվ պատահական չի, որ թե Իսրայելում, թե Միացյալ Նահանգներում խոսում են նոր մերձավոր արևելքի մասին։ Այսինքն նոր մերձավոր արևելք, որտեղ ամբողջ ուժային բալանսը փոխվելու է, որտեղ ամբողջ անվտանգային ճարտարապետությունը փոխվելու է եւ որտեղ նոր դերակատարներ կամ հին դերակատարներ պարզապես նոր ազդեցության գոտիներով սկսելու են հանդես գալ։ Այդ դերակատարներից մեկը ըստ էության հենց Իսրայելն է, որպես այդպիսին փորձում հանդես գալ, եւ Իսրայելը այդ նպատակով է նաև փորձում ամեն գնով ներքաշել Միացյալ Նահանգներին հակամարտության մեջ։ Միացյալ Նահանգների ուղիղ ներքաշումը հակամարտության մեջ ոչ միայն Իրանի շուրջ, այլ նաև Իրանի հարևան երկրների շուրջ կմեծացնի լարվածությունը։ Այստեղ է կարծում եմ, որ խոսվում է ամբողջ տարածաշրջանի համար մեծագույն ռիսկերի մասին։ Տեսեք, մի մեջբերում անեմ, Իրան-Իսրայել հակամարտությունը դուրս է եկել վերահսկողության գոտուց, այսինքն տարածաշրջանում գեներացվում է մեծ պատերազմի վտանգ։ Եվ այստեղ եկեք վերադառնանք մեզ մոտ, Հայաստան։ Ինչ վտանգներ է այս պարագայում սպառնում Հայաստանի Հանրապետության։ Այդ ձեր գնահատականով։ Տեսեք, մենք անդրադառնանք նախ անվտանգային միջավայրին։ Մենք խոսեցինք, որ սա ուղիղ անդրադարձ է ունենալու, ընդ որում անկախ պատերազմի ելքից Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը տրանսֆորմացվելու է, կրելու է փոփոխություններ։ Մինչ պատերազմի որ ընդհատում եմ, դա մի պարագայում, եթե պայմանական Իրանը չկարողանա դիմադրել, այս պարագայում։ Տեսեք, ես կարծում եմ, որ Իրանը այլևս այս պատերազմից հետո չի լինելու նախկին Իրանը իր ազդեցությամբ, ինչպես նաև Իսրայելը չի լինելու նախկին Իսրայելը իր ազդեցությամբ։ Նվազելու է։ Այսինքն կախված հակամարտության ելքից ազդեցության գոտիները փոխվելու են։ Ինչպիսին կլինի Իրանի ազդեցությունը տարածաշրջանում, դարձյալ կախված է լինելու, թե ինչպիսի ելք կունենա այս հակամարտությունը։ Խաղաղ կարգավորման դեպքում մենք կունենանք այլ սցենարային զարգացում, հակամարտության ընդլայնման դեպքում կունենանք սցենարային այլ զարգացում, Իրանի Աստված մի արա սեպարտության դեպքում մենք կունենանք այլ զարգացում եւ Իսրայելի հաղթանակի պարագայում կունենանք բոլորովին այլ զարգացումներ։
Ընդ որում նույնիսկ այս հակամարտության ավարտը չի նշանակելու տարածաշրջանում հակամարտության ավարտ, այլ նշանակելու է տարածաշրջանի նոր վերաբաժանում, հետևաբար նաև նոր հակամարտություններ։ Մենք եթե գանք Հայաստանի Հանրապետություն, սա ուղիղ նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության շուրջ փոխվելու է անվտանգային միջավայրը։ Անվտանգային միջավայրի փոփոխությունը ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի Հանրապետության անվտանգային ամբողջ համակարգի վրա։ Եթե դիտարկենք հայ-ադրբեջանական հարաբերությունների դիտանկյունից, ապա այստեղ դարձյալ կախված Իրան-իսրայելական հակամարտության ելքից Ադրբեջանը եւս վերադիրքավորվելու է։ Ադրբեջանի վերադիրքավորում նշանակում է այս օրերին նաև մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ սկսել են դարձյալ հիշել այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքը։ Ես հենց դա էի ուզում ճշտեի։ Ահա, Իրանը նախ ներողություն, Ադրբեջանը նախ ճանապարհ է բացում այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի համար։ Մենք հիշում ենք, մինչև Իսրայելի կողմից Իրանին հարվածելը Էրդողանը հայտարարում էր, որ պետք է Իրանը վերանայի, այսպես կան եւ օժանդակի, այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի բացման խնդիրը։ Միակ խոչընդոտն է մնացել։ Այո։ Հայաստանի մասնատման, այսինքն Զանգեզուրի միջանցքի բացմանը, դա Իրանն է։ Այո։ Հետևաբար, երբ մենք խոսում ենք անվտանգային միջավայրի փոփոխության, ազդեցության գոտիների փոփոխության մասին, մենք այսպիսի խնդիրներ որ դիտարկում ենք այնտեղ եւ հաճախ նույնիսկ երբ որ մեր խոսքում չենք բացում, դետալավորելով թե ինչպիսի անվտանգային ռիսկեր կարող են լինել Հայաստանի շուրջ։ Ես կարծում եմ հիմա պետք է բացենք եւ սա դետալներից մեկն է, որը Ադրբեջանը անպայման փորձելու է օգտվել, ընդ որում ադրբեջանական քարոզչությունը այս պահին ակտիվ է նաեւ Իրանում, բացի այդ նաեւ ադրբեջանական տեղեկատվական հարթակները փորձում են Հայաստանի դեմ նաեւ եւ հայության դեմ տանել տեղեկատվական պատերազմ, տարբեր միջոցներով փորձելով տեղեկատվություն տարածել իբրև թե հայերը այս կամ այն ձևով իրանահայերը տեղեկատվություն են փոխանցում Իսրայելին, ինչը բնականաբար հերքվեց եւ ոչ միայն հերքվեց, այլև ուղղակի ադրբեջանական այդ լկտի քարոզչական հնարքը ձախողվեց եւ տպավորություն է, որ Ադրբեջանը պարբերաբար փորձում է այսպիսի հնարքներով նաեւ այստեղ հարվածել, հաշվի առնելով, որ այս հակամարտության մեջ կարող է եւ Իրանը չպարտվել, հետեւաբար փորձում է օգտագործել այս առիթը տեղեկատվական գրոհների համար։ Տեսեք, կան տեղեկություններ, ես հղում եմ տալիս միայն եւ միայն իրանական աղբյուրներին, որ Իրանի ուղղությամբ հարվածների մեջ ուղղակի ներգրաված է Ադրբեջանի տարածքը, այսինքն Արցախի հանրապետության օկուպացված տարածքներում կառուցվել է 3 օդանավակայան, այսպես անվանենք, որոնք օգտագործում են անօդաչու թռչող սարքերի համար, իրենց ամբողջ այդ կոնֆիգուրացիայով, ինժեներական կառույցներով եւ այլն, եւ այդ անօդաչուները մտնում են իրանական տարածք, սա իրանցիներն են ասում։ Այո։ Դրա հետ մեկտեղ 3 առաջ օրը արդեն իսկ նույնիսկ հրապարակվել էր քարտեզ, որտեղ ցույց էր տրվել իրանական լրատվամիջոցների կողմից մի խոցված իսրայելական անօդաչու, Հարոպ։ Այո։ Եվ պնդում էին, որ Հարոպը մտել է տարածք, կհիշեք, Նախճեվանի ուղղությունից։ Այսինքն իրանք ասում են, մենք գիտենք, տեսել ենք, սահմանը անցել է, ընկել է։ Բայց ինչով է պայմանավորված Իրանի զուսպ վերաբերմունքը Ադրբեջանի ըստ էության սանձարձակ գործողությունների։ Ես կարծում եմ, սա պայմանավորված է պահի անհրաժեշտությամբ։ Իրանը այս պահին խնդիր չունի մեծացնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը։ Իրանը այս պահին ունի ռազմավարական խնդիր լուծել Իրան-իսրայելական հակամարտությունը այս կամ այն կերպ, որից հետո բնականաբար այսօր նաև իրանական տարբեր պաշտոնյաներ, փորձագետներ խոսում են ադրբեջանական վտանգի մասին եւ իմիջայլոց նաև հայտարարություններով է պարբերաբար հանդես գալիս Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախկին падգամավոր, այժմ վտարանդի եւ իրանական պանթուրքիստական խմբերի առաջնորդի խոսքերը, ով այսպես հայտարարում է, որ պետք է պահը ազատվելու Իրանից եւ այլն եւ այլն։ Սրանք բնականաբար աննկատ չեն մնում իրանական իշխանությունների կողմից եւ իրանցի ժողովրդի կողմից, որը բավականին բացասաբար է վերաբերվում այսպիսի հայտարարություններին եւ ես վստահ եմ, որ էական փոփոխություններ կլինեն պատերազմական գործողություններից հետո ոչ միայն Իրանի ներսում, այլև Իրանի շուրջ։
Հիշեցնեմ նաև 3 Իրան Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը Ռուսաստանի Դաշնությունում հայտարարեց, որ ոչ միայն չեն մոռանալու նրանց, ովքեր իրենց կողքին են եղել այս դժվար պահին, այլև հիշելու են նրանց, ովքեր իրենց դեմ աշխատել են։ Բնականաբար իրենց դեմ աշխատող առաջին պետությունը դա Ադրբեջանն է, որը այսպես ժպտալից դեմքի հետևում ուղղակի հակաիրանական լայնածավալ գործողությունների մեջ է թաթախված։ Խոսվում է արդեն այն մասին, որ այս լրտեսները իսրայելական, ովքեր գործում են Իրանի թիկունքում եւ իմիջիայլոց բավականին լուրջ վնաս հենց այս խմբերն են հասցնում Իրանին, դրանց մեծ մասը Ադրբեջանի միջոցով են հավաքագրվել կամ Թուրքիան կամ Ադրբեջանը։ Բնականաբար, եթե ասում ենք Ադրբեջան, այսպես թե այնպես Թուրքիան ունի իր դերակատարումը։ Հետևաբար սրանք չեն կարող ուղղակի աննկատ մնալ ապագայում, բայց այս պահին ռազմական գործողություններ են, Իրանը փորձում է դիմակայել, առնվազն հետ չմնալ իսրայելական հարվածներից եւ բնականաբար երկրորդ ճակատը ուղղակի մեծ դժվարությունների առաջ կկանգնեցնի Իրանին, հատկապես հաշվի առնելով, որ արդեն ժամերի կամ օրերի կամ գուցե ժամերի խնդիր է, թե ինչ որոշում կկայացվի Վաշինգտոնում։ Վաշինգտոնը արդյոք ուղիղ մտնում է կոնֆլիկտի մեջ, թե այնուամենայնիվ փորձում է դիվանագիտական ճանապարհով լուծել, ինչպես իմիջիայլոց Միացյալ Նահանգների նախագահը հայտարարում էր մինչև իշխանության գալը։ Եթե այս իրավիճակը շարունակվի, իսկ Իրանը ամենայն հարգանքով ցույց է տալիս երկու հիմնական տրենդ քաղաքական։ Մի կողմից ասում է, «Ես հիմա պատրաստ եմ նստեմ բանակցությունների», եւ երկրորդը ասում է, «Ես պատրաստ եմ գնալ մինչև վերջ», այսինքն պատերազմի մեջ։ Արդեն ֆիքսում ենք, որ ներ-իրանական խժդժություններ չստացվեց գեներացնել ոչ Իսրայելի, ոչ ԱՄՆ-ի մոտ։ Չստացվեց ուղղակի։ Դե կարծում դեռ վաղ է ասել։ Բարի, այս պահի դրությամբ, դե այսպես։ Մինչ այս պահը։ Սա մեկ, մինչ այս պահը, հետո ինչ կլինի, Աստված գիտի։ Երկրորդը գոյություն ունի շատ կարևոր խնդիր, որի մասին գրեթե չի խոսվում, փախստականներ։ Այո։ Եվ փախստականների արկայությունը տարածաշրջանում 80 միլիոն հոգի մարդ ապրում Իրանում։ Դուք պատկերացնում եք ինչ կլինի, եթե օրինակ դեպի Հայաստանի Հանրապետություն, չեմ ասում 80 միլիոն, դե լավ, պայմանական կես միլիոն հոգի մարդ գա։ Նույնիսկ 10,000 թվի դեպքում մենք ունենալու ենք էական եւ չափազանց լուրջ խնդիրներ։ Բայց չեն կարա չընդունենք։ Իհարկե դա հումանիտար պարտավորություն է, որը եղբայրական ժողովուրդ է եւ այո, չեն կարա չընդունենք։ Բայց այդ ընդունելն էլ է խնդիրը։ Ահա, այստեղ է, երբ խոսքի սկզբում մենք խոսում ենք Հայաստանի մարտահրավերների մասին, մենք խոսեցինք հայ-ադրբեջանական ծիրում, հաջորդը հենց այս խնդիրն է, որը Աստված մի արած, եթե անկառավարելի հոսք սկսվի, ես խորապես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ չի։ Պատրաստ չի մի քանի առումներով։ Նախ Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը, իրավապահ մարմինները վերջին շրջանում ցույց են տվել, որ ի վիճակի չեն վերահսկել Հայաստան մուտք ու ելք ունեցող անձանց։ Այ մենք տեսել ենք պարբերաբար լրագրողներ են հայտնվել հանկարծ Սյունիքում եւ սկսել են ռազմավարական նշանակության ճանապարհ նկարել եւ այո, մեծան լրագրողի մասին, որը սադրանք էր։ Այո։ Եվ սա միակը չի, նույնիսկ մայրաքաղաքում հանկարծ հայտնվում են մարդիկ, ովքեր գորշ գայլերի լոզունգներ են սկսում գեներացնել, իսկ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը միայն post factum է անդրադառնում։ Սա խնդիր է արդեն, իսկ եւ սա ինդիկատոր է։ Հիմա ինչ կարող է լինել, եթե սկսվի այսպիսի հոսք։ Որպես պետություն, որպես ինստիտուցիոնալ կառույց, մենք պարտավոր ենք վերահսկել, հասկանալ ովքեր են գալիս, ինչ նպատակներ կարող են ունենալ, որովհետև այդ մարդկանց մեջ կարող են ամենատարբեր նպատակներ ունեցող անձինք լինել։ Այդ թվում հատկապես Իրանի հյուսիսը, որը բնակեցված է կամ որտեղ գերակշռապես բնակվում են թուրքախոս ժողովուրդներ կամ իրանցիներ, հատկապես այս մասում մենք չենք կարող վստահ լինել, որ օրինակ նույն այն մարդիկ, ովքեր հավաքագրվել են Ադրբեջանի միջոցով, չեն կարող ներթափանցել Հայաստանի Հանրապետություն։ Եվ Աստված գիտի, թե ինչ առաքելությամբ։ Սրանք խնդիրներ են, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները պետք է ոչ միայն ունենան տարբեր սցենարներ, այլև մշակված տեխնոլոգիա, թե ինչպես այդ վերահսկողությունը լինելու, ինչպես է յուրաքանչյուր անհատի դեպքում
չեմ ասում խմբի, անհատի դեպքում, անհատական մակարդակում իդենտիֆիկացվելու, ինչպես են մնացած անվտանգային միջոցառումները կազմակերպվելու, արդյոք պատրաստ ենք սրան։ Ես կարծում եմ ոչ, եւ դա վկայում է նաեւ այն քննարկումները, որ այսօր կան Հայաստանի Հանրապետությունում։ Եվ մի հարց էլ իրանական բլոկով։ Ես չեմ քննարկում կմտնի Միացյալ Նահանգները պատերազմի մեջ, թե չի մտնի։ Ինձ ավելի հետաքրքիր է այս պարագայում որքան բարձր եք դուք գնահատում Թուրքիա եւ Ադրբեջանի կողմից կամ ճնշման այս իրավիճակի ներքո, ճնշումով կամ ուղակի ներթափանցումով, չնայած ավելի շատ կարծում եմ ճնշումով, օրինակ Հայաստանի Հանրապետության հարավի անեքսիան, այլ կերպ ասած Զանգեզուրի միջազգ, այլ կերպ ասած իբր ճանապարհ։ Ես կարծում եմ այս պահին իրենք փորձում են փափուկ ուժի մեթոդներով դրան հասնել, մասնավորապես Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա, առանձին բանակցությունների, առանձին շփումների, այ դուք տեսնում եք, որ այսօր բավականին ինտենսիվացել են Հայաստանի վարչապետի ու Թուրքիայի նախագահի շփումները, տարբեր պաշտոնյաների մակարդակում նաև շփումներ, որոնք չեն կարող ուղղակի կապ չունենալ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների հետ։ Կարծում եմ պատահական չի նաև որ հենց հիմա է տեղի ունենում կամ նախատեսվում հանդիպում Հայաստանի վարչապետի եւ Թուրքիայի նախագահի միջև։ Սրանք բոլորը ինդիկատորներ են այն մասին, որ Թուրքիան գուցե փոխի մարտավարություն, տեսեք այս բանը ես չեմ ասում Ադրբեջան, որովհետեւ վստահ եմ, որ մեծ հաշվով Թուրքիան է մոդերատորը։ Եվ Թուրքիայի մոդերացիայով է Ադրբեջանը իր պահանջները ներկայացնում, դրանք պարտադրում կամ ոչ, որովհետև այն տեխնոլոգիան, որով փորձում է Ադրբեջանը Հայաստանին ստիպել այս կամ այն հարցում գնալ զիջումների, այդ տեխնոլոգիան դեռևս 100 տարի առաջ արդեն Թուրքիայում խոսում էին դրա մասին, Զանգեզուրյան միջանցք եւ այլն, սրանք տերմիններ են, որոնք 100 տարվա հնություն ունեն, նորություն չեն բոլորովին, պարզապես լավ եւ վատ ոստիկաններ այդ տեխնիկայի միջոցով փորձում է խաղարկվել, մոլորեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հայ ժողովրդին եւ ցույց տալ մեկը վատն է, մյուսը մի քիչ լավն է, ավելի լավ է լավի հետ պայմանավորվել, որպեսզի ունենանք ինչ-որ բան։ Ցավոք սրտի այն ինչ իրենք ուզում են, դա գործնականում Հայաստանի փափուկ անեքսիան է։ Ես չեմ ասում ռազմական միջամտության մասին։ Փափուկ անեքսիա նշանակում է Հայաստանի Հանրապետության ռազմական նշանակության ճանապարհ կլինի, չգիտեմ, ոլորտներ կլինի վերցնել իր ազդեցության տակ։ Զավթում ինչ ենք, եկեք ուղիղ ասենք, Զավթում օկուպացիա, հիմա փափուկ կլինի, կոշտ կլինի, օկուպացիան մնում է օկուպացիա։ Վերջում էլ Հայաստանի Հանրապետությանը վերածել ճակերտներում, հա, արևմտյան Ադրբեջան դուրս մղելով կամ ինչ-որ պայմաններ ստեղծելով, որ ժողովուրդը դուրս գա գնա, բայց 300,000 ադրբեջանցի որ պնդում են, որ պետք է գաստե, ինչի համար են պնդում։ Դա սիրտները տարակում, հա, քոչվոր ցեղերի, որ գան Հայաստան, տենց իբր իրանց Ալտայն է իրանց հայրենիքը։ Այստեղ հետաքրքիր անալոգիա կա 100 տարի առաջվա հետ։ Երբ որ Թուրքիան փորձում էր հարձակվել Հայաստանի վրա, Հայաստանի տարածքում Նախիջևանում, Շարուրում, Դարագյազում, մնացած վայրերում բնակվող մուսուլմանների միջոցով փորձում էր ապստամբություններ կազմակերպել։ Թուրքերի։ Այո, թուրքախոսների։ Իրենք եւ քրդեր էին թուրքախոս, այսինքն տարբեր էթնիկ ինքնություններ ունեցող ժողովուրդներ, ովքեր դեռևս այդ ժամանակ մենք ազերիներ կամ ադրբեջանցիներ հասկացությունը չկար, թաթարներ, լավ, կովկասյան։ Իրենց միջոցով փորձ էր արվում խժդժություններ առաջացնել եւ Հայաստանից պոկել Սյունիքը։ Այսօր, եթե վերադառնանք Ադրբեջանի շահագրգռվածությունը, որպեսզի ադրբեջանցիներ ապրեն Հայաստանի տարածքում, ոչ թե հումանիտար նկատառումներ ունի, այլ ռազմավարական նպատակներ։ Ռազմավարական նպատակը այն է, որպեսզի ցանկացած պահի կարողանան ակտիվացնել էթնիկ ինքնությունը ադրբեջանցիների Հայաստանի տարածքում, օրինակ հրահրեն ինչ-որ կոնֆլիկտ ներքին եւ դա օգտագործեն որպես պատրվակ Հայաստանի Հանրապետության վրա հարձակվելու։ Այ 70-ական թվականներին Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան ինչպես սկսվեց։ Այս թուրքական բազմաթիվ մարդիկ չեն հավատում այս սցենարների։ Ժորժ ջան, ուրեմն ձեզ մի բան ասեմ, այն մարդկանց, ովքեր թերահավատորեն են վերաբերվում։ Հավատակ, չհավատակ, դա իրավիճակը չի փոխում։ Իհարկե։ Իսկ դու կարաք չհավատակ, որ օրինակ չեմ, երկրագունդը կլոր է, ինքո դրանից տափակ չդարձավ, նույնը այստեղ կարող եք հավատալ թե չհավատալ,
Բայց յուրաքանչյուր դեպքում իմացեք, սա է ճշմարտությունը, սա են հեռանկարները այն տրամաբանության ներքո, որ այսօր է։ Եվ սա ճանապարհ է ոչ թե բաղձալի խաղաղության, կհիշեք, չէ՞, ամենասարսափելի արտահայտությունը, ինչ ուզում լինի, կարևորը պատերազմ չէ։ Կլինի ցեղասպանություն, կլինի տարահանում տարածքից, կլինի կբերեն թուրքին ձեր երեխու կողքը, օրինակ, հա, եթե այն նախագիծը, որը դիտարկվում է այսօր տարածաշրջանում, իրականանա։ Եվ խոսքերին մի հավատացեք փաստերին, այստեղ խնդիրը, գիտեք, իշխանություն, ընդդիմություն, չգիտեմ, դա չի։ Խնդիրը նա է, որ դոկտրինալ առումով Հայաստանի Հանրապետությունը համաձայն Թուրքիայի եւ Ադրբեջանի տեսլականի գոյություն չպետքա ունենա, վերջ։ Իսկ այստեղ ներսում մեզ ինչ լոլոներ կպատմեն, դա ընդհանրապես կապ չունի։ Խաղաղություն, չգիտեմ ինչ եք խոսում, մի հատ շուրթներդ նայեք։ Պարոն Պողոսյան, մի շատ կարևոր մի իրավիճակի եմ ուզում անդրադառնալ։ Կհիշեցնեմ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցը, հա, պայմանական անվան ենք առաջարկ Հայաստանի, որտեղ առաջ էր տարվում այն միտքը, որ այո, մարդիկ, եւ սա օբյեկտիվ է, չեն ընկալում այն քաղաքական, հա, իրավիճակը, կուսակցականացված քաղաքական իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանում։ Այսինքն այդ բաժանումները, կուսակցություններ, չգիտեմ ինչ բան, արդեն ոչ թե չունի պահանջարկ հասարակության մեջ, այլ հասարակության կողմից նույնիսկ դուրս է մղվում։ Եվ առաջ է գալիս հետևյալ կոնցեպտը միավորվելու այն մարդկանց, այն քաղաքացիներին, հայերին, հա, որոնք կարող են իրենց ներուժը, իրենց ինտելեկտը, իրենց ամեն ինչը, ասենք ասենք, դնել եւ փորձել վերականգնել Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն վերկուսակցական, այսինքն մի հատ community ձևավորվի կամ գաղափարը գնա։ Ինչ է կարծում այս առաջարկի մասին, դե լավ, այսինքն նախ սկսենք կոնցեպտի դետալային մասից, հա։ Ինչպիսի իրավիճակ է Հայաստանի Հանրապետությունում, այո, հին համակարգը լայն առումով պարտվել է։ Հին համակարգ ասելով նկատի ունեմ հին քաղաքական համակարգը իր բոլոր ինստիտուտներով պարտվել է։ Ինչու է պարտվել, որովհետև նախ այդ նաև կուսակցությունները քաղաքական համակարգի առանձին ինստիտուտներ են։ Սա ֆիքսենք մի անգամից։ Այսինքն ոչ միայն պետական համակարգը իր ամբողջության մեջ, նաև կուսակցություններն են ներառում որպես առանձին ինստիտուտներ։ Կուսակցական ինստիտուտը Հայաստանում ցավոք սրտի տապալված է։ Այլ օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով, բայց դա փաստ է։ Հաջորդ փաստը այն է, որ այն համակարգը, որը ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունում, տարբեր տարիների նաև տրանսֆորմացվելով, սահմանադրական տարբեր փոփոխությունների միջոցով կրելով որոշակի տրանսֆորմացիաներ, կենսունակ չէ այլևս, որովհետև չկա համակարգային ներքին դիմադրություն այն բոլոր գործողություններին, որոնք հակոտնյա են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին։ Եթե չկա, նշանակում է համակարգը արդեն կամ հիվանդ է, ընդ որում քրոնիկ, կամ այդ համակարգը այլևս չի գործում եւ վերածվել է անձից կախված կազմակերպության։ Հիմա եթե իրավիճակը այսպեսին է, իրապես նոր քաղաքական առաջարկի անհրաժեշտությունը կա եւ հասարակությունը ես վստահ եմ, որ սպասում են նոր քաղաքական առաջարկի, ինչպիսին կլինի այդ նոր քաղաքական առաջարկը։ Արդյոք հին կուսակցական մոդելը կարող է այստեղ աշխատել։ Ես կարծում եմ, որ եթե աշխատեր, մենք առնվազն 2020 թվականից հետո մի քանի անգամ առիթ ունեցել ենք դրանց կենսունակությունը ստուգելու։ Ցավոք սրտի պարզվել է, որ դրանք ոչ միայն կենսունակ չեն, այլև մեծապես եւ շատ դեպքերում կախված են անհատներից։ Եվ այստեղ ես համամիտ եմ այն կարծիքի հետ, որ անհրաժեշտ է վերկուսակցական քաղաքական պրոդուկտ, որը հնարավորություն կտա տվյալ գաղափարի շուրջ ինտեգրվել տարբեր կարող անձանց, ովքեր պայմանական ասենք կձևավորեն արժանիների համակարգ, մասնագետների համակարգ, որը ի վիճակի կլինի մասնագիտական մոտեցմամբ լուծել Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած խնդիրները, որովհետև այն
համակարգը, որը կա եւ հնարավորություն է տալիս ցանկացած մեկին գալ եւ զբաղեցնել այս կամ այն պաշտոնը, պարզվում է, որ այլևս ակտուալ չէ, որտեղ խնդիրները մնում են, խնդիրները խորանում են, խնդիրները ավելի բարդանում են, իսկ լուծումները ցավոք սրտի չկան։ Հետևաբար մենք էապես անհրաժեշտություն ունենք մասնագիտական մոտեցման, իսկ մասնագիտական մոտեցումը իրապես առաջ է բերում նոր քաղաքական պրոդուկտի ստեղծման, որ այս պարագայում համամիտեմ կարող է լինել վերկուսակցական համակարգ, որտեղ ոչ թե անհատների, այլ գաղափարների շուրջ կհավաքվեն մարդիկ եւ վիճակի կլինեն ոչ միայն շահել ժողովրդի էլեկտորալ վստահությունը, այլև ի վիճակի կլինեն Հայաստանի Հանրապետությանը տալ այն այլընտրանքը, որի կարիքը իրապես այսօր զգացվում է։ Եվ այստեղ պարզապես չեմ կարող, ուղիղ են զուգահեռներ անցկացնել կամուրջ քաղաքացիական նախաձեռնության հետ, հարգելի հեռուստադիտողներ, միացեք կամուրջին, հետևեք մեզ, եթե կան առաջարկներ, եթե կան մարդիկ, ում հետաքրքիր է այն գաղափարախոսությունը, խոսքը վերաբերում է կամուրջ քաղաքացիական նախաձեռնության, որը այո, վերկուսակցական է, այո, ոչ մի, ասենք ասենք, հստակ կուսակցական այտենց ուղղվածություն չունի, այս պարագայում այո, այս գաղափարախոսությունը, երբ որ մենք կամուրջն էինք մեր գործընկերների հետ ստեղծում այդ նախաձեռնությունը, որի շրջանակում այսօր մենք քննարկում ենք հենց հետաքրքիր հենց ձեր հնչեցրած մտքերն էին հիմքում։ Տեսեք, դրա հետ մեկտեղ մենք պետք է հասկանանք հետևյալը, որ ըստ էության գեղեցիկ բառեր, որոնք պատտվում են հանրային դաշտում, ոչ թե այսօրվա մեր քննարկման, պատտվում են հանրային դաշտում, ասում են հետևյալը, որ պետք է ինչ-որ մի բան անել, եւ այո, ես համաձայն եմ ձեզ հետ, որ վերկուսակցական գաղափար հենց այն միակ ելքն է, ամենայն հարգանքով բոլորի հանդեպ, որը թույլ կտա, գիտեք ոնց, ձերբազատվել շինծու այն բերից գաղափարական, շինծու եսի նկատի ունեմ ոչ թե կուսակցական, կուսակցությունների գաղափարախոսություն, այլ ընդհանուր առումով, գլոբալ առումով, եւ իրականում նայել դեպի ապագա եւ գործունյա քայլեր կատարել, միջալոց գործունյա քայլերի մասին։ Ինչ եք կարծում, ժամանակն է գործունյա քայլեր, ես նկատի ունեմ այս գաղափարական գործընթացի ներքո, այդ համախմբման process-ը։ Ինչպես եք դուք տեսնում։ Տեսեք, նախ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը, ընդ որում մեր շուրջը հասարակության մեջ, հասարակական տրամադրությունները տրանսֆորմացվում են ամեն օր։ Եթե նախկինում հասարակական նման ընդվզում այս կամ այն որոշման դեմ անհրաժեշտ էր օրեր, ամիսներ, տարիներ, հիմա դրանք գեներացվում են ինքնին։ Սա նշանակում է, որ հասարակության մոտ իրապես արթնացման շրջան է, միտեղ մի քիչ դանդաղ, միտեղ մի քիչ արագ, բայց նաև իր հետ այս արթնացում բերում է պահանջներ։ Պահանջներ հանրային գործիչներին, պահանջներ քաղաքական գործիչներին, պահանջներ երկրի ֆինանսական էլիտաներին, գիտական էլիտաներին, կրթական էլիտաներին, եւ այդ պահանջները շատ հստակ են։ Ինչ անել եւ ինչից սկսել։ Ես կարծում եմ, այստեղ բավականին ակտուալ է այսօր հատկապես մեր պարագայում խոսել մասնագիտական խմբերի ձևավորման մասին, որը կարող է բերել այլընտրանքային առաջարկներ։ Արտաքին քաղաքականության մասին մենք անընդհատ քննադատում ենք այս իշխանությունների արտաքին քաղաքականությունը։ Լավ, ո՞րն է դրա այլընտրանքը։ Ես պարբերաբար խոսում եմ այդ մասին, նշելով, որ դոկտրինալ արտաքին քաղաքականությունը միայն կարող է ապահովել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության եւ գործընկերների համար թափանցիկությունը եւ նաեւ քո ռազմավարական նպատակներին հասնելու ճանապարհները, որտեղ եթե դու չունես ընդհանուր դոկտրին, ինչ նպատակ ես քո առաջ դրել եւ այդ նպատակին ինչ ճանապարհներով ես հասնելու, ինչպես են քո դեսպանները, քո դիվանագետները աշխատելու եւ սպասարկելու քո ազգային եւ պետական շահերը։ Վերջերս
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ մի հանդիպման ժամանակ դեսպանը նշեց, որ չափազանց հաճելի է, երբ դու գիտես, թե քո պետությունը ինչ է ուզում, եւ դու որպես դիվանագետ սպասարկում ես քո պետության նպատակները։ Բրավո։ Այս նոտայով ավարտենք այսօրվա մեր քննարկումը։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան, հիշեցնեմ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր կամուրջ քաղաքացիական նախաձեռնության հերթական քննարկումն էր եւ կարծում եմ չափազանց հետաքրքիր ստացվեց, որովհետեւ իրականում ավարտելով այսօրվա հաղորդումը ուզում եմ կրկնեմ դեսպանի, մեծարգո Իրանի Իսլամական Հանրապետության Սոփանի խոսքերով եւ պարոն Պողոսյանի խոսքերով շատ կարևոր է հասկանալ ինչ է ուզում պետությունը։ Եվ թե բացասական, թե դրական առումով, եւ երբ որ հասկանում ես, այլ ոչ թե ընկնում ես այդ խոսքերի, տեղեկատվական շղարշի, պրոպագանդայի, տարատեսակ ղժղժոցների, շինծորակարգերի եւ այլն, այլ բուն խորիմաստը հասկանում ես, այդ ինչ է ուզում, ապա այդ պարագայում քո քայլերի տրամաբանությունն են հասկանալի։ Շնորհակալություն։ Եթերում պրեսկենտրոն հարցազրույցներ եւ ես Արման Աբովյանը։ Կհանդիպենք հաջորդ անգամ։